Հանդիպման օրն ամփոփող է պոետ, թարգմանիչ, գրականագետ, գիտնական Նարեկացիագետ Հրաչյա Թամրազյանի ծննդյան տարեդարձին արդեն ավանդաբար մեկ հարկի տակ են հավաքվում նրա պոեզիայի սիրահարները։ Այս բառերի տակ մարդ կա թաքնված խորագիրը կրող երեկոյի առանցքում պոեզիայի եւ աստվածային խոսքի բանի հանդեպ Հրաչյա Թամրազյանի պաշտամունքն է։ Բանաստեղծական տողը ամենաբարձր պատվանդանին պահելու նրա աննահանջ ձգտումը եւ հեղինակի պոետիկ ապրումի ու կյանքի կատարյալ ներդաշնակությունը։ Կենթանի թրթիրը, որով ոչ միայն օժտված էր նրա յուրաքանչյուր բանաստեղծական տողը, այլ որ նա ունակ էր հաղորդելու իր շուրջ ամենին, բնությանը, մարդկանց եւ ամենախոհական, անդնդախոր խորքերը ներթափանցող իրականում շատ գաղափարակերտ բանաստեղծական տողին հաղորդում էր այդ թռչունի անհնազանդ սրտի պես անհավանական ուժգնությամբ բաբախող այդ կենթանի տրոփյունը։ Դա շատ բացառիկ հատկություն եմ ես համարում։ Հրաչյա Թամրազյանի պոետիկ ներհայեցողությունը նրան տանում է դեպի հեռավոր հոսքեր, վերստին ընդգծում նրա երևույթների երկրորդական մակերեսային հատկանիշներից դեպի խորքը գնալու եւ ժամանակի տրոփյունը որսալու կարողությունը։ Նա շրջանցում է ժամանակային եւ աշխարհագրական զուգահեռները, գրելով բոլոր ժամանակների համար։ Պոետի մտերիմներից Էդվարդ Միլիտոնյանն ընդգծում է Թամրազյանի բանաստեղծություններում անցյալը, ներկան եւ ապագան երեքն էլ ներկա են։ Նաեւ փաստում է գիտնականի եւ նարեկացիագետի, նարեկացու, նարեկյան դպրոցի եւ միջնադարյան մեր գրավոր գանձարանի մեծ իմացությունը անջնջելի հետք են թողել նրա գեղագիտական պոետիկ արժեհամակարգի վրա։ Սա մի հրաշալի բանաստեղծական հատաղձ էր ընդունել իր մեջ ու ինքը հարազատ մնաց այդ ոգուն, բարձր հայրենի, խորը հայրենի, բայց ոչ զուտ գեղեցիկ բառերի, չէ, բառը գեղեցիկ չի, երբ որ բառարանում է, բառը գեղեցիկ է լինում, երբ որ մտնում է տեքստի եւ հավելյալ գույներ է ստանում բառը, ու այդպիսի մտածողություն ուներ նաեւ Հրաչիկը։ Սրտի մեղեդին բառն է արարել։ Միջոցառման ընթացքում Հրաչյա Թամրազյանի տարբեր տարիների բանաստեղծությունները հնչում են Սուրեն Քոչարյանի անվան ասմունքի եւ պոեզիայի թատրոնի արտիստներ Ռուզան Հաղթնազարյանի եւ Սամվել Բաղինյանի կատարմամբ, դաշնակահարուհի Կատարինե Հովսեփյանի եւ սոպրանո Էլեոնորա Հարությունյանի երաժշտական համարների ուղեկցությամբ։ Ռուզան Հաղթնազարյանի գնահատմամբ Թամրազյանի պոեզիան արտիստական ներուժը նորովի բացահայտելու մեծ կարողություն եւ միաժամանակ մտերմիկ շունչ ունի։ Այլևս չկարողացա բաժանվել այդ պոեզիայից։ Իրենք եւ փոքրիկ էտյուդներ են, իրենք եւ նկարներ են ինձ համար օրինակ գործեր ունի, որ կտավներ են ուղակի, կարծես շարժվում են, ու բնութագրող այդ բոլոր խոսքերը այնքան նուրբ են, այնքան ճիշտ, այնքան կանացի տեսանկյունից հասանելի ու ընկալելի։ Դրա համար ունի եւ պինդ գործեր եւ նուրբ գործեր, բայց յուրաքանչյուր գործին կարծում եմ պետք է յուրովի մոտենաս, շատ զգույշ մոտենաս։ Եվ պոետիկ կյանքը շարունակվում է մարդկանց հոգիներում ծնվող փոխկանչի հետ, երբ վերստին ապրում են թամրազյանական պոետիկ արվեստի կախարդանքը, բանաստեղծական պատկերների մոգական շրջապտույտը եւ ներշնչանքի հարատև հոսքը։ Նունե Ալեքսանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։